Բարեկամներ, ողջույն։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը կայացած կաբինետի նիստում հայտարարել է, որ Նյու Յորքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումից հետո Green Card-ի վիճակախաղը վերացնելու ուղղությամբ կոնգրեսի հետ անհապաղ աշխատանք պետք է սկսի։ Մենք պետք է հնարավորինս շուտ ազատվենք վիճակախաղի այս ծրագրից, ասել է ամերիկացի առաջնորդը, որից հետո կոչ է արել անհապաղ գործողություններ ձեռնարկել այս ուղղությամբ։ Մենք պլանավորում ենք հնարավորինս շուտ վերջ դնել շղթայական միգրացիայի եւ անցնել վիզայի դիմումների նվաճումների վրա հիմնված ծրագրին, ասել է նա։ Իդեպ Թրամփը նշել է, որ Նյու Յորքում ահաբեկչական հարձակումը կատարելու մեջ կասկածվող տղամարդը Միացյալ Նահանգներ է ժամանել հենց այս վիճակախաղի շնորհիվ եւ հենց այդ կապակցությամբ պետք է կասեցվի։ Նշենք, որ ավելի վաղ Washington Post-ը հաղորդում էր տարածել, որ Նյու Յորքում Ուզբեկստանի քաղաքացի Սայֆուլ Սաիպովը վարելով բեռնատարը վրաերթի էր ենթարկել հեծանվորդի, այնուհետև մխրճվել էր դպրոցական ավտոբուսի մեջ եւ կրակ էր բացել ատրճանակով անցնողների ուղղությամբ։ Ոստիկանությանը հաջողվել էր վիրավորել այդ չարագործին, որից հետո նա ձերբակալվել էր, աշխատանքներից հետո պարզվել էր, որ նա այդ ամենը գիտակցված է արել եւ ցավոք սրտի 8 զոհ է եղել արդյունքում, 10-ը հոսպիտալացվել են։ Իրավապահ մարմինների տվյալներով տղամարդը գործել է դիտավորյալ, գիտակցված եւ միջադեպը որակվել է բնականաբար ահաբեկչական հարձակում։ Սա ցավոք սրտի միակ դեպքը չէ, սույն թվականի օգոստոս ամսին հայտարարվեց, որ Հանրապետական կուսակցությունը Թրամփի վարչակազմի աջակցությամբ կոնգրես է ներկայացրել օրինագիծ, որը նախատեսում է վիզայի այդ Green Card-ի վիճակախաղի վերացում եւ Միացյալ Նահանգներում ներգաղթի կանոնների կտրուկ խստացում։ Պետական անվտանգության քարտուղար Քրիսի Նոեմը կարծիք ունի, որ որոշումը պայմանավորված է նաեւ ահաբեկչական այլ դեպքերով։ Խոսքը օրինակ Կլաուդիո Նևիս Վալետայի մասին է, ով Պորտուգալիայի քաղաքացի էր եւ կասկածվում է Բրաունի համալսարանի եւ Մասաչուսեթս նահանգում տեխնոլոգիական ինստիտուտում վերջերս տեղի ունեցած կրակոցներին մասնակցելու մեջ։ Չնայած Վալետեն սկզբում երկիր է մուտք գործել ուսանողական վիզայով, բայց ասենք, որ դա 2000 թվականին էր, 25-26 տարի առաջ, եւ հետո նոր մշտական բնակության կարգավիճակ է ստացել Green Card եւ սկսել է մշտական հիմունքներով բնակվել Միացյալ Նահանգներում։ Վարչակազմը այս դեպքը օգտագործում է որպես փաստարկ, որ վիճակախաղի համակարգը չի ապահովում բավարար անվտանգություն եւ թույլ է տալիս երկիր մուտք գործել սպառնալիք ներկայացնող անձանց։ Իդեպ Թրամփը իր բազմաթիվ ելույթներով հենց դրա մասին խոսել է, ակտիվ քննադատելով, որ որևէ ֆիլտրացիա չկա, բայց ասենք, որ այս համատեքստում նաեւ Աղվանստանի քաղաքացիներին էին դիտարկում, ես վերջերս հիշում եք, քաղաքացիներից մեկը կրակ էր բացել Սպիտակ տան ուղղությամբ։ Մենք այդ թեմային անդրադարձել ենք, բայց կրկին պատկերացրեք, ինչ մտքի, ինչ խելքի տեր մարդ պիտի լինի, որ աղվանական իրականությունից քեզ ազատեն, բերեն Միացյալ Նահանգներ, մայրաքաղաք Վաշինգտոնում կարգավիճակ տան, շանս տան կյանքդ նորովի դասավորելու համար, դու գնաս ատրճանակով եւ զենքով կրակես Սպիտակ տան ուղղությամբ։ Եվ ահա արդյունքը, գիտեք, Աղվանստանի քաղաքացիներին շատերին ստուգում են գործերը քեսերը նորովի, ոմանց դեպարտացիայի են ենթարկում, իսկ մուտքի իրավունքը ամբողջությամբ կասեցված է բոլոր Աղվանստանի քաղաքացիների համար։ Ահա եւ արդյունքը։ Հիմա հասկանանք ինչ է Green Card-ը։ Green Card-ի վիճակախաղի այդ համակարգը ներդրվել է 1990 թվականին։ Ծրագիրը ստեղծվել է դեպի Միացյալ Նահանգներ ներգաղթը դիվերսիֆիկացնելու համար, ապա դրա վերաբերյալ մի քանի հիմնական փաստեր են ներկայացվել, քվոտայի տեսանկյունով այն առնվազն 50,000-ի է հասնում։ Իսկ նպատակը Միացյալ Նահանգներ ներգրավելն է քաղաքացիների հիմնականում ցածր մակարդակ ունեցող երկրներից, հիմնականում աֆրիկյան, որոշ պարագայում նաև արևելաեվրոպական երկրների, ցուցակը, որ ուսումնասիրում է, ցավոք սրտի այդ ցածր կենսամակարդակ ունեցող երկրների մեջ Հայաստանը եւս նշված է, ինչ արած ունենք այնինչ ունենք, եւ ահա այս փաստը, այսինքն ցածր կենսամակարդակ ունեցող երկրներից մարդկանց բերել Միացյալ Նահանգներ, հենց այս փաստն է, որ ամերիկյան հասարակության կողմից ակտիվ
քննադատվում է ծրագրի ընդդիմախոսները պահանջում են, որ ղեկավարությունը ֆիլտրացիա անի եւ երկիր թողնի այնպիսի մարդկանց, ովքեր կիսում են ամերիկյան արժեքները, պատրաստ են գալ, հարգել օրենքը, կրթվել, աշխատել, բարեկեցություն կերտել, այլ ոչ թե հակառակը դառնալ բեռ հարկատուների վրա, ել չեմ ասում վնաս տալ։ Ծրագրի պահանջարկը պետք է ասենք, որ հսկայական է, մանավանդ այս փոթորկուն աշխարհում, միայն 2025 թվականին, այս ընթացիկ տարվա մեջ առնվազն 20 միլիոն հայտ է լրացվել, 20 միլիոն։ Թրամփը բազմիցս քննադատել է այս վիճակախաղը, այն անվանելով աղետ եւ կոչ անելով այն փոխարինել հմտությունների եւ որակավորման վրա կենտրոնացած արժեքների վրա հիմնված համակարգով։ Գիչ բառամթերքը խառն է ստացվում, բայց այսինքն ով ըստ տաղանդի, ըստ կրթության, ըստ հնարավորության, այդպես են ուզում ֆիլտրացիայի ենթարկել եւ երկիր թողնել մարդկանց, ովքեր որոշակի չափանիշների համապատասխանում են։ Սույն թվականի նոյեմբեր ամսին ազգային գվարդիայի զորքերի վրա հարձակումից հետո Աղվանստանի քաղաքացիների նկատմամբ սահմանված սահմանափակումներին ներկայիս կասեցումը ցույց է տալիս, որ արտակարգ իրավիճակներին արձագանքելու կանոնակարգերի արագ խստացում է անհրաժեշտ եւ վարչակազմը հենց այդ գործառույթներն էլ իրականացնում է։ Այս պահին ծրագիրը փաստացի սառեցված է։ Սա նշանակում է, որ ընտրված մասնակիցների համար վիզաների տրամադրման գործընթացը կարող է անորոշ ժամանակով կասեցվել։ Հետագա վիճակախանությունները, վիճակախաղը, ներառյալ նոր գրանցումը եւս կասկածի տակ է, մինչեւ օրենսդրական պաշտոնական վերանայումը կամ կարգադրության ժամկետի լրացումը։ Գիտեր, Green Card-ը վերջին տասնամյակներին միշտ բավականին ակտիվ քննարկման առարկա է եղել մանավանդ հայ իրականության մեջ։ Տարական զրույցներում վայ Green Card ենք մասնակցում ենք, անգամ գովազդային ծանոթություններ եւ հոլովակներ ա եղել, որ լրացնում ենք Green Card-ի փաստաթղթեր, բան չէ, տասնյակ հազարավոր մարդիկ դիմել են այդ process-ներին եւ Green Card-ի շնորհիվ տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներ հայտնվել են Միացյալ Նահանգներում, ապրել են, արարել են ու իրենց նպաստն են բերել թե ամերիկյան եւ ինչու ոչ Հայաստանի բարգավաճմանը, ֆինանսական օգնությունների տեսքով իրենց հարազատներին, ընտանիքի անդամներին։ Գիտեմ, շատերը հիմա արդարացիորեն հիասթափված են, շատերը սպասում էին իրենց հարցազրույցներին, ոմանք վիճակահանության արդյունքներին էին սպասում։ Այո, պետք է նշենք, որ կան նաեւ չարախնդացող մարդիկ ու դրանք որպես կանոն նրանք են, ովքեր կամ միշտ մերժվել են, մասնակցել են չեն շահել կամ վաղուց ապրում են Միացյալ Նահանգներում եւ հասել են որոշակի բարեկեցության, բայց ես ցանկանում եմ լինել մաքսիմալ անկեղծ ու կասեմ հետեւյալը։ Միացյալ Նահանգները, Ամերիկան, որպես ազատության, հնարավորության, մարդկանց եւս մեկ շանս տալու երկիր, հենց այդ խորհուրդն է կրում։ Մանավանդ աղքատ, վտանգավոր, ոչ միանշանակ երկրներից մարդիկ եկել են, փորձել են կյանքը սկսել զրոյից։ Ամերիկան ոտքից գլուխ հենց իմիգրանտների երկիր է։ Դա, ինչպես ասում են, Ամերիկայի միսն ու արյունն է, խորհուրդն է եւ եթե կուզեք անգամ կրոնը։ Այո, գուցե դարը, բարքերը փոխվել են, իրավիճակն է փոխվել, բայց ես դեմ եմ բոլորին մի արշինով չափելու այս սկզբունքին։ Այո, մի քանի տականք Green Card-ով եկել են եւ ահաբեկչություն են կազմակերպել։ Այո, մի քանի տականքներ եկել են ու չարագործություն են իրականացրել, հանցանք են գործել, պատժեք, Միացյալ Նահանգներ, օրենքի երկիր, պատժեք, որ դաս լինի մնացածների համար։ Բայց այդ մի քանիսին օրինակ վերցնել, բայց մի քանի միլիոնի օրինակը անտեսել, դա կարծում եմ այդքան էլ ճիշտ մոտեցում չէ։ Մի քանի միլիոն մարդ նույն այդ Green Card-ով եկել ու բարեկեցություն է կերտել, արվեստ ու մշակույթ է սփռել։ Քանի միլիոն մարդ է եկել ու Ամերիկան դարձրել է հզոր, բարեկեցիկ, գեղեցիկ, ուստի ինչու ենք մենք առաջնորդվում այդ մի քանի տականքի գործերով, այլ ոչ թե այն միլիոնների ու միլիոնների, ովքեր տարիներ շարունակ եկել ու կերտել են այն երկիրը, որը մենք հպարտությամբ ու երազանքով կոչում ենք Միացյալ Նահանգներ։ Մտածեք այդ ուղղությամբ։